Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր ապրիլի 4-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Պետք է ասեմ, որ այսօր մենք անպայման կխոսենք այս պատերազմի մասին, որը շարունակվում է Իսրայել Միացյալ Նահանգներ մի կողմից, Իրանի դեմ մյուս կողմից։ Այս պատերազմի էսկալացիան գնում է, ցավով պետք է ասեմ, կանխատեսում եմ էլ ավելի լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, Իրանը պատասխանում է, Իրանը խոցեց 3 Միացյալ Նահանգների F-15 կործանիչը, խոցեց A-10 ռազմական ինքնատիրը, հիմա օդաչուներից մեկը Միացյալ Նահանգների գտնվում է Իրանի տարածքում, որոնման process է գնում, իրան որոնում են եւ ամերիկացիք եւ իրանցիք, շատ հավանական է, որ ամերիկացիք կսկսեն ցամաքային ռազմական օպերացիա Իրանի դեմ, միայն ռմբակոծություններով Իրանի տարածքի չեն բավարարվի, էսկալացիան ուժեղանում է, այդ թեման անպայման այսօր կշոշափեմ թեման կապված Մոլդովայի կարևորագույն քայլի, Մոլդովան դուրս է գալիս ԱՊ երկրների կառույցներից, Վրաստանի հետ կապված մի շարք դրական զարգացումներ կան Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ, ինչը անչափ կարևոր է հենց Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյան Պուտին ապրիլի 1-ի հանդիպումից հետո հետևանքների մասին մենք խոսացել ենք, բայց հետևանքները շարունակվում են։ Դմիտրի Մեդվեդևը բավական կոշտ արտահայտվեց Հայաստանի վարչապետի մասին, դա անչափ կարևոր ազդակ է, պետք է իմանա մեր իշխանությունը, մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը դժգոհ է մեզանից շատ ուժեղ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում պաշտպանեց սուվերենության իրավունքները Հայաստանի, Ռուսաստանը ահավոր դժգոհ է, երբ որ ասում եմ Ռուսաստան, նկատի ունեմ Պուտինյան ռեժիմը, այլ ոչ թե ժողովրդին, ռուս ժողովրդին պետք չի խառնել, ուրեմն երբ որ մենք Ռուսաստանի քաղաքականությունը քննադատում ենք, նկատի ունենք միայն Պուտինի ու Պուտինի թիմը։ Նիկոլ Փաշինյանը նաև մի քանի դրվագներ, թեզեր հնչեցրեց իր կուսակցության ծրագրից, որով իրան գնում են ազգային ժողովի ընտրություններին, ստեղ կային ուշագրավ բաներ, ուրեմն ունենք կարևորագույն հարցեր այսօր քննարկելու։ Գիտեք, շարունակում է պատերազմը, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ամեն նոր ռմբակոծում են Իրանը, լուրջ վնաս են հասցնում Իրանի ռազմաարդյունաբերական համալիրին, Իրանի միջուկային ծրագրերին, բայց Իրանը պատասխանում է։ Պարզվեց, որ Իրանը բավական լավ պատրաստված էր այդ պատերազմին, Իրանի հրթիռները, ԱԹՍ-ները, դրոնները բավական էֆեկտիվ հակահարվածներ են տալիս, դրա վկայությունն է, որ ռեալ ամերիկացիք Իրաքից իրանց ռազմաբազան գրեթե ամբողջությամբ դուրս բերեցին, ռեալ Միացյալ Նահանգները փոքրացրեցին կազմը իր ռազմաբազաների Բահրեյնում, Էմիրատներում, Քաթարում, Սաուդյան Արաբիայում, նույն Բահրեյնից դուրս բերվեցին 1500 զինվորականներ Ամերիկայի, իրոք վտանգները շատ են, Իրանը դիպուկ հարվածներ է հասցնում այդ ռազմաբազաներին եւ ամերիկյան օֆիսներին տարբեր ընկերությունների գտնվող արաբական աշխարհում ու առաջի հերթին Պարսից ծոցի արաբական երկրներում բարդ է զարգացումը, ափսոս որ այս ուղղությամբ գնում է զարգացումները, ես կասկած չունեմ, որ ամերիկացիք երբ որ սկսում են այս պատերազմը չեն պատկերացնում, որ կարող է կամ լուրջ դիմադրել Իրանը, ես պետք է ասեմ, որ Իրանը մի քանի ինքնաթիռներ ռազմական խոցեց այս 5 շաբաթվա պատերազմի ընթացքում, որը սկսվեց փետրվարի 28-ին ու ռեալ 5 շաբաթ տևում է այդ պատերազմական գործողությունները Իրանի դեմ, Իրանը կարողացավ խոցել կամ վնաս լուրջ հասցնել տասնյակ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին, բայց երեկվա դեպքը նա էր, որ ուղղակի խոցեցին իրանք F-15-ը ու երկու օդաչուները
կարողացան կատապուլտացվել, կարողացան մեկին դուրս բերեցին Իրանի տարածքից ամերիկացիք, բայց մյուսին չեն կարող դեր գտնել, որոնման աշխատանքներ գնում են, այսօր պարզ դարձավ, որ ամերիկացիք նաև մտցրեցին Իրանի տարածք հատուկ ջոկատայիններին, Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայիններին, որոնք որոնման աշխատանք կատարել փրկեն այդ Ամերիկայի օդաչուին, Պարզը ման են գալիս իրանց տարածքում այդ օդաչուին նաև իրանցիք, քանի որ եթե իրանք իրան ձերբակալեն պատանդ վերցնեն, դա լուրջ Իրանի համար դիվանագիտական լծակ է լինելու ազդելու Թրամփի քայլերի վրա։ Ես պետք է ասեմ, որ ինքը փաստը, որ Իրանը կարողացավ եւ խոցել F-15-ը եւ խոցել A-10 այս ինքնաթիռները, շատ բանի մասին է խոսում, բավական լուրջ վնաս հասցվեց ուղղաթիռներից մեկին, որը որոնման աշխատանքներ կատարում են ու դուրս եկավ վերադարձավ Քուվեյթ։ Ուրեմն մենք տեսնում ենք լարված վիճակ, էսկալացիա։ Միաժամանակ Իրանը հայտարարեց, որ որոնման աշխատանքներ այդ օդաչուի հետ կապված Իրանի տարածքում տանում է նաև այս իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը, լարված է վիճակը, շատ լարված։ Ֆրանսիան, դուք գիտեք, ունի առանձնահատուկ մոտեցում, բոլոր եվրոպական երկրները այդ պատերազմի դեմ են, բայց Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան առանձնահատուկ կոշտ դեմ են, նաև այդ թվում Հորմուզի նեղուցը ուժով բացելու, դրա պատճառով Թրամփը վիրավորում է բարիս բուն իմաստով պարոն Ստարմերին, վարչապետին Մեծ Բրիտանիայի, վիրավորում է բարիս բուն իմաստով Մակրոնին, նախագահին Ֆրանսիայի, բայց հետ չեն կառնում այդ երկրները, գրեթե բոլոր եվրոպական երկրները, ստեղ առանձնահատուկ դիրքորոշում ունի Գերմանիան, Իսպանիան, որոնք քննադատում են Միացյալ Նահանգներին, այս է վիճակը, բայց ֆրանսիացիք ինչ են ասում, ու դա շատ մոտ է նրան, ինչ եմ ես հասկանում այս իրավիճակից, որ էսկալացիան միայն բարդությունների կբերի, ու կբերի նրան, որ այդ պատերազմը երկար կտևի, խորացում այդ պատերազմի մեջ ոչ ոքի պետք չի եւ միջազգային առևտրի ոլորտում, միջազգային տնտեսության վրա, ու ֆրանսիացիք ասում են այն գաղափարը, որ Հորմուզի նեղուցը Ամերիկան ուզում է բացել իր դաշնակիցների հետ միասին ուժով, դա էլ է սխալ։ Դուք գիտեք, Բախրեյնը ՄԱԿ-ում հերթական ուզում է որոշում ընդունել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Մի որոշումով հիշում եք, մի քանի օր առաջ արաբական երկրները առաջերտին Բախրեյնը նախաձեռնել են մի բանաձև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, որով քննադատվել է Իրանը, որ Իրանը ռմբակոծում է ռազմական օբյեկտները Ամերիկայի արաբական աշխարհի երկրներում։ Հիմա իրանք ուզում են որոշում, որ անցնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, քննադատող Իրանին, որ ինքը փակեց Հորմուզի նեղուցը ու որոշում ընդունվի, որ այդ նեղուցը կարող է բացվել ուժային ճանապարհով, ինչը ուզում է Տրամփը, բայց Ֆրանսիան կտրականապես դեմ է, վետո իրավունք ունի ու չի թողնի, որ դա անցնի, նու ես չեմ ասում, չեմ կարծում, որ Ռուսաստանը, Չինաստանը 100%-ով հանձնեն կամ դավաճանեն Իրանը։ Ռուսաստանը կարող է դա անել, Չինաստանը ոչ, Չինաստանը դեմ է այս պատերազմի, Չինաստանը հայտարարեց վերջի ժամանակներս, որ կողմ է ու ողջունում է, որ ինչ որ կոնտակտներ կան Միացյալ Նահանգների դիվանագետների եւ Իրանի դիվանագետների հետ, ուրեմն Չինաստանն էլ դեմ կլինի, որ այս դեպի որոշում անցնի։ Ռուսաստանի դեպքում ես կարծում եմ, Ռուսաստանը կարող է ինչ որ բանի դիմաց դավաճանել Իրանը այս նիստում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի։ Հիմա այս որոնման process-ը օդաչուի ու եթե անհաջողությամբ պսակվի, ամերիկացիք չկարողանան իրանց օդաչուն փրկել, այդ օդաչուն ընկնի գերի իրանցիների մոտ, ես չեմ բացառում, որ ամերիկացիք կսկսեն Դոնալդ Թրամփը մանցանալ մարդ է, կսկսի ցամաքային օպերացիա ռազմական Իրանի դեմ ու չի բավարարվի մենակ ռմբակոծության process-ով։
Ну, Միացյալ Նահանգներում դուք գիտեք շատ ուժեղ քննադատում են Դոնալդ Տրամպի այդ պատերազմը, իրոք 60%-ից ավել ամերիկացիք դեմ են այդ պատերազմի, ու պարզ է ազդեցիկ քաղաքական գործիչները, օրինակ սենատոր Կրիս Մերֆին, որը դեմոկրատ է, լրջագույնս քննադատեց ու քննադատեց նաև Տրամպին Հորմուզի նեղուցի քաղաքականության հետ։ Իրանը պետք է ճիշտ ասեմ, շարունակում է բավական ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Օրինակ Իրանի արտգործնախարարը պարոն Արաղչին խոսեց Բայրամովի հետ, Ադրբեջանի արտգործնախարարի հետ, ու ինքը ասեց Իսրայելը 2 անգամ այս վերջի մի շաբաթ կամ 10 օրը ռմբակոծում է Կասպյան ավազանում, Կասպյան ծովում Իրանի նավահանգիստները։ Ու ինչ է ասում Իրանի արտգործնախարարը Բայրամովին, ինչ է կապված, որ ոչ մի արձագանք Ադրբեջանի չկա։ Կասպյան ավազանի պետությունը նաև Ադրբեջանն է։ Ուրեմն լարված է վիճակը։ Զարգացումները գնում են իմ կարծիքով ամենավատ սցենարով, էսկալացիան այս պատերազմի, Իսրայելի Միացյալ Նահանգների պատերազմի Իրանի դեմ կշարունակվի, ցավով պետք է ասեմ։ Հիմա լավ նորություն Վրաստանի հետ կապված, որը նաև պնդում է մեզ համար լավ նորություն է։ Ուրեմն Վրաստանի վարչապետը Իրակլի Կոբախիձը հեռախոսազրույց ունեցավ Մարկո Ռուբիոյի հետ։ Մարկո Ռուբիոն նշեց կարևոր դերը Հարավային Կովկասում Վրաստանի, կարևոր դերը Վրաստանի, որ խաղաղությունը հաստատվի Հարավային Կովկասում, որ համագործակցություն լինի, որ ճանապարհներ բացվեն։ Իրակլի Կոբախիձը պարզը նաև ասեց, որ Վրաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ։ Ոստեղ ինչն է անչափ կարևոր։ Անչափ կարևորը նա է, որ այս մեկուսացումը Վրաստանի համագործակցությունից Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ կամաց քանդվում է։ Իրոք քաղաքական, ներքին քաղաքական ժողովրդավարության հետ կապված կա տարաձայնություն Վրաստանի կառավարության, Ամերիկայի կառավարության հետ, Եվրոմիության կառավարության հետ կամ Եվրոմիության այդ կառույցի հետ, բայց մյուս կողմից պարզ է, որ Հարավային Կովկասում կայուն անվտանգային համակարգ ստեղծելը ոչ միայն Հայաստանի Ադրբեջանի ջանքով պետք է լինի, նաև Վրաստանի դրական դերի ու համագործակցությամբ Միացյալ Նահանգների եւ Եվրոմիության հետ, ուստեղ մենք տեսանք դրական քայլեր, քանի որ Միացյալ Նահանգները Մարկո Ռուբիոն ունեցավ Իրակլի Կոբախիձեի հետ, Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույց ու մանրամասն խոսեցին համագործակցության մասին նաև երկկողմ։ Շատ կարևոր էր, որ Վրաստանի նախագահ պաշտոնական այցով գտնվեց Սլովակիայում։ Սլովակիայի նախագահան հրավիրեց պաշտոնական այցով Միքայել Կավելաշվիլիին Սլովակիա, ու այնտեղ շատ կարևոր խոսքեր ասվեցին հենց Հարավային Կովկասում կարևոր դերի մասին Վրաստանի որպես տարանցիկ երկիր, որպես խաղաղությունը ուժեղացնող այն խաղաղությունը, process-ը, որը գնում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Իրոք շատ դրական ինֆորմացիա է Հայաստանի համար, ինչքան մոտ լինի Վրաստանը Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ միաժամանակ ունենալով խնդիրներ, բայց ինչքան մոտ լինի այս ծրագրերը իրականացնելիս, ապաշրջափակման, կոմունիկացիոն, այդքան լավ Հայաստանի համար, ու շատ լավ նորություն Մոլդովան դուրս է գալիս ԱՊ-ի երկրներից, ԱՊ-ի երկրների կառույցից, որ ասում ենք SNG, Մոլդովան վերջնական որոշում ընդունեց պարլամենտում, որ դուրս է գալիս։ Ու դուրս է գալիս երկու պայմանագրից, մեկը Մինսկում, հիշում եք, 1991 թվականի դեկտեմբերի 8-ի այդ պայմանագրով ֆիքսվեց, որ քանդվեց Սովետական միությունը ու ստեղծվեց ԱՊ-ի երկրների ինստիտուտը ու Ալմաթայի 1991 թվականի դեկտեմբերի 21-ի այն հռչակագիրը, հիշում եք, որ ԱՊ-ի երկրները ստորագրեցին դրա տակ, նաև Հայաստանը, Ադրբեջանը, Հայաստանը մի քիչ ուշացումով, բայց մենք էլ ստորագրեցինք, այս պայմանագրից էլ դուրս է գալիս Մոլդովան։ Մեր դեպքում դուք գիտեք, այդ հռչակագիրը Ալմաթայի 1991 թվականի հայ-ադրբեջանական այդ խաղաղության process-ի կարևորագույն բաղադրիչն է։ Հիմա ուզում եմ անդրադառնալ նորից հայ-ռուսական հարաբերություններին,
Նիկոլ Փաշինյանի արձագանքին մեկ կարևորագույն հարցով Պուտին Փաշինյան բանակցություններից հետո դուք գիտեք մեծ աղմուկ էր Ռուսաստանի կողմից, իրանք դժգոհ էին այն թեզերից, որը հնչեցրեց Կրեմլում ապրիլի 1-ին 3 օր առաջ կապված տարբեր հարցերի հետ, հիմա մեծ արշավ է գնում Հայաստանի դեմ, Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարություններ են անում, այս վերջի 2 օրը ես դες դա ներկայացրել եմ, հիմա չեն կարկանի, բայց կասեմ նորություն։ Ռուսաստանը ասեց, որ ոչ մի ցանկություն չունի դուրս գալ այս կոնցեսիայից, որի մեջ մտնում է Ռուսաստանի կոնցեսիա Հայաստանի երկաթգծերի վրա, չի պլանավորում դուրս գալ, ինքը մեծ փողեր է ծախսել, ակնարկ է անում շատ մեծ փողերի մասին, որ դեկում է Սպարտեք եւ այլ, չի պլանավորում։ Պատասխանեցին Նիկոլ Փաշինյանին ու ինձ շատ հետաքրքիր էր ինչ պատասխան կտա Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը 3-4 օրը պրես կոնֆերանսում, ավելի ճիշտ բրիֆինգում լրագրողների համար հիշում եք ասեց, բայց Ռուսաստանը պետք է հրաժարվի այդ կոնցեսիայից, քանի որ այդ կոնցեսիան խանգարում է Հայաստանին։ Նույնիսկ եթե Ռուսաստանը վերականգնի այն կարճ հատվածները երկաթգծերի Թուրքիայի կապող մեզ եւ կապող երասխում Ադրբեջանի երկաթգծի հետ, դա չի լուծում հարցերը, քանի որ միջազգային հանրության սանկցիաների տակ է Ռուսաստանի երկաթգիծը, ուրեմն մեր մրցակցային մակարդակը ընկնում է, ոչ ոք չի օգտագործի այդ, ուրեմն Ռուսաստանը պետք է համաձայնվի հրաժարվի ու ամենակարևորը նորությունը։ Նիկոլ Փաշինյանն ասեց, մենք չենք ուզում միակողմանի դուրս գալ այս պայմանագրից կոնցեսիոն Ռուսաստանի հետ, որը ստորագրվեց 30 տարով 2008 թվի նախկինների կողմից, Հայաստանի նախկին ղեկավարների կողմից։ Այդ անչափ կարևոր ակնարկ էր Ռուսաստանի, որ Հայաստանը չի փոխում կարծիքը, հետևական է։ Պարզ է այս հիմա արշավը, որը մեր դեմ գնում է, Օվերչուկները, Լավրովները, Մարիա Զախարովները, տրանսպորտի նախարարը Ռուսաստանի, ովքեր անում են իրար հետևից հայտարարություններ, մեզ վախացնում են, դա չի ազդի դիրքորոշման վրա Հայաստանը հստակ գնում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, իր էներգետիկան, իր անվտանգությունը եւ պաշտպանությունը, բայց Ռուսաստանը նաեւ փորձագետներին օգտագործում է, փորձագետներից մեկը Սուսլով ազգանունով, որը գտնվում է Երևանում, երկար բարակ մեզ բացատրում են, որ ռազմական բազան Գյումրիի մեզ պաշտպանում է։ Ու ինքը ասում է, քանի որ ձեզ պաշտպանում է, եթե դուք Եվրոմիության հետ ինտեգրվեք, եթե այդ ռազմաբազան հանեք, ուրեմն անպաշտպան կմնաք։ Թուրքիան, Ադրբեջանը, ինչքան էլ հիմա դուք լավացրեցիք հարաբերությունները, կհարձակվեն։ Նու այդ հին թեզը խաբել հայերին, ես այդ Դմիտրի Սուսլովին մենակ մի բան եմ ասում։ Ռուսաստանի զորքերը, խաղապաները գտնվում էին Ղարաբաղում։ Ու դուք ասում եք նույնը, որ իրանք են երաշխիքը, որ Ղարաբաղից հայերը դուրս չեն գա։ Ուր են հիմա հայերը սեպտեմբերից 2023 թվականի սեպտեմբերից հետո։ Ուրեմն Ռուսաստանի ռազմական ներկայացությունը Հայաստանում, Ղարաբաղում ոչ մի երաշխիք չեղավ, որ պաշտպանվի մեր անվտանգությունը։ Ուրեմն ռուսական բազայի գոյությունը Հայաստանում ոչ մի բանով մեզ չի պաշտպանի ու հայ ժողովուրդը խելոք է հասկանում է դա։ Բայց ամենակարևոր այսօրվա ինֆորմացիան նա է, որ Դմիտրի Մեդվեդևը խոսեց նախկին Ռուսաստանի նախագահ։ Դուք գիտեք, ինքը այն դեմքն է, որը առանձնահատուկ կոպիտ արտահայտություններով հայտնի է աշխարհով։ Մեկ վերջի իր բարերը Կայա Կալասի դեմ ուղված, Եվրոմիության արտգործնախարարի դեմ ուղված, վերջի իր բարերը ուղված Ուկրաինայի նախագահ Զելենսկու, ուղղակի ամաչում եմ կրկնել, հա, այդ պաշտոնական հայտարարություններ են, բայց ես չեմ կարող ասել նսեմացիչ այդ բարերը։ Դմիտրի Մեդվեդևը անդրադարձավ նաև Հայաստանի թեմային, զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի հետ, որ Ռուսաստանը պետք է անհանդուրժող լինի այն երկրների նկատմամբ, ովքեր հայտարարում են, որ դեպի եվրոինտեգրացիա գնում են, ինքը կրկնեց Պուտինի ասածը, որ Եվրոմիությունը դա թշնամի բլոկ է,
Ռուսաստանի համար, ուրեմն եթե դուք մտնում եք թշնամու բլոկ, ուրեմն մեր դառնում եք մեր թշնամին, ինքը դա կարկադեց, զուգահեռներ մեզ հետ անցկացրեց, պարզը վախացնելու համար, բայց շատ նսեմացուցիչ մի նախադասություն ասեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ինքը ասեց, որ Վլադիմիր Պուտինը ակուրատնա ռուսերեն ասում են, ինքը ակնարկեց ոմն ընկեր Վովայևիչին, որ միաժամանակ անդամ լինել ԵԱՏՄ-ում եւ Եվրոմիությունում անհամատեղելի է, անհնար է։ Այդ բարերը, երբ որ ինքը ասեց, որ Պուտինը ակնարկ արեց ոմն ընկեր Վովայևիչին, նկատի ունելով մեր վարչապետին։ Ինչ եմ ուզում ասել, ակնհայտ է, որ Ռուսաստանը դժգոհ է այս այցելությունից Նիկոլ Փաշինյանի Մոսկվա, երբ որ Նիկոլ Փաշինյանը պաշտպանեց մեր սուվերենության իրավունքը մի շարք հարցերում, նաև երկաթգծային հարցերում, նաև էներգետիկայի ոլորտում, անվտանգության ոլորտներում։ Դժգոհ է Ռուսաստանը, մենք պետք է սպասենք կոշտ քայլեր։ Ու նաև պետք է ասեմ, որ ինչքան հասկանում եմ, այսօր կլինի համագումարը քաղաքապայմանագրի, Նիկոլ Փաշինյանը երեք հրապարակեց այն ցուցակը 283 հոգանոց, այո, 283 հոգանոց ցուցակ հայտարարեց իր կուսակցությանը, որով ինքը գնում է ընտրությունների, ու նաև ինքը նշեց մի քանի դրույթներ այն ծրագրից, որով իրենք գնում են ընտրությունների ազգային ժողովի հունիսի 7-ին։ Նիկոլ Փաշինյանը ստեղ հատուկ նշեց եվրոինտեգրացիայի process-ը, որ Հայաստանը կշարունակի գնալ այդ եվրոինտեգրացիայի process-ով, երբ որ մեր տնտեսությունը, մեր քաղաքական դաշտը համապատասխանեցվեն Եվրոպայի պահանջներին, մենք կնայենք Եվրոպան պատրաստ է մեզ ընդունել, թե ոչ։ Եթե պատրաստ լինի, կմտնենք Եվրոմիությունը, եթե ոչ, կշարունակենք աշխատել Եվրոմիության հետ։ Այդ շատ կարևոր դրույթն է, ես կարծում եմ, որ այդ դրույթը կարևոր է ֆիքսել մեր քաղաքացիների կողմից, պետք է ֆիքսվի, որ մենք ավելի հստակ կողմնորոշվենք ընտրությունների ժամանակ, բացի դրանից ինքը նորից կրկնեց, որ այդ խաղաղության process-ը Ադրբեջանի հետ կշարունակվի։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։